մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը Քարոզ Արշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը թե տնային կալանքը, դրանք երկուսն է կալանք են։ Իդեպ ասեմ ավելին, նաև կարծում եմ հետաքրքիր կլինի նույն, արդյոք կարող է ուղիղ եթեր մտնել Facebook սոցիալական ցանցով, թե ոչ, նիստի ընթացքում քննիչի կողմից որևէ նման դրական պատասխան չտրվեց։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների աստիճանը բնականաբար աննախադեպ բարձր է, կարծում եմ դա եւս ակնհայտ է բոլորի համար, բայց այն, որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել եւ տրանսֆորմացվել այլևս այն աստիճանի, որ ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա իսկապես կարծես նորություն է։